28-ին պիտի հետ գայ, եկանք հասանք Իրանի սահման, այնտեղից հետ մեզ ուղարկեցին ու գնացինք Դուբայ։ Ինքնաթիռը շրջվեց հետ գնաց Դուբայ։ Փոխհատուցում տրվում էր, բայց ես ինքս չեմ օգտվել, չգիտեմ, չեմ դիմել, որովհետև մարդիկ կան, որ փողոցում են մնացել, տուն չունեին, այսինքն հյուրանոց չունեին, չգիտեն որտեղ մնան, ես ունեի մնալու տեղ, դրա համար չեմ օգտվել։ Իսկ տոմսը ինչքանով եք գնել։ 28-ի վրա էր, ես անվճար փոխել եմ ամսի 5-ի վրա։ Ընդամենը մի քանի ձայներ եմ լսել, ընդհանուր շատ ապահով էր, ոչ մի ինչ-որ տենց տագնապային, խուճապային վիճակ չկար, ավելի շատ մեդիայով ենք տեսնում այդ ամեն ինչը։ Well, we went for a week. Մենք մեկ շաբաթով էինք այնտեղ։ 4-րդ օրն արդեն ամեն բան սկսվեց։ Բարեբախտաբար 3 կարողացանք տոմս գնել եւ տեղափոխվել։ 5.5 ժամ, 6 ժամ տևեց։ Մենք ճանապարհին էինք, անցած անգամ արդեն թե մեզ Պարսկստանի վրայից հետ պատտեցին, իջացրեցին նորից Դուբայ, ավճիշտարան Պակիստան, հետո իջացրեցին Դուբայ։ Այսինքն Պակիստանում վայրեջք, բայց Չէ, Պակիստանում ուզում էին վայրեջք անեն, բայց վերջում որոշեցին, որ տանեն Դուբայ։ Այնտեղ ենք եղել այս ամբողջ ընթացքում։ իսկ ձեր ծախսերի փոխհատուցում ինչ-որ բան իրականացնում։ Ռաս Ալ Խայմա, ես Ռաս Ալ Խայմամ եմ եղել, Ռաս Ալ Խայմա Էմիրատում, այնտեղ հատուցեցին հյուրանոցային ծախսերը, բայց Դուբայում չէին հատուցում, մարդիկ դուրս էին մնում։ Ըստ էս ինչքան հայեր կային, որ ձեր հոգի։ Մեր հետ քիչ։ 10 հոգի։ Իսկ այնտեղ ձայներ լսվում էին այդ պայթյունների։ Ինչեր եք տեսել։ Ամեն ինչ։ ՊՎՕ-ն էլ էր աշխատում, պայթյուններ էլ կային, ասկոլտիկներն էին ընկնում։ Իսկ ինչ էին հորդորում։ Հորդորում էին այնտեղ քաղաքային իշխանությունը։ Հորդորում էին տեղում իջնել պարկովկեքը մեքենա։